Ադրբեջանը իրան գործեր անում է, գնում առաջ, ճանապարհները սարքում է, 3 կամ 3 առաջ օր իսլամական պետությունների միավորումը ասեց դրանք են Ալիևի կողքը կողմացեն, ասել են արաբական երկրների մեր պետությունները ասել են մենք ընդունում ենք ձեր գաղափարը, Հայաստանը պիտի տողի մտնեն բանը։ Այդ ինչ է նշանակում, մի քանի հատ կարևոր բան։ Մեր դեսպաններ չեն աշխատում։ Հայաստանի դեսպանները տարբեր արաբական երկրներում որ գտնվում են, չեն աշխատում։ Դա շատ լուրջ պրոբլեմա։ Հիմա նայեք, Հնդկաստանից են զանգում են վերևից։ Են ասում, թե դեսպանությունը շատ թույլ աշխատում։ Ասում են, իսկ ադրբեջանցիք շատ ակտիվ են։ Էլ դժգոհ են։ Ու տարբեր երկրների զանգում են, ասում են, թե դեսպաններ թույլ են։ Չգիտեմ, կամ հրաման չեն ստանում։ Այսինքն իրենք ինչ էին ակնկալում, ինչի մասին պետք է մենք խոսեինք։ Նկատի ունեք, նայեք, եթե խոսք ունեք, sense պոզիցիա կա, խոսք ունեք արաբական երկրները ասում են, որ իրոք ադրբեջանցիք վերադառնան Զանգեզուր իրանց, նա խոսք ունեք։ Մենք այդ թեզիսները գիտենք, չէ՞, այսինքն դա ինչ է նշանակում։ Ամեն մեր դեսպանությունը մենք ունենք հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ։ Մեր դեսպանություններում կա։ Դրանք պիտի ինֆորմացիա հավաքեն։ Տեղեկություն հավաքեն, որ հասկանան ինչ է կատարվում, պիտի գործակալներ ունենան։ Խոսքերը պիտի գան դեսպանին ասեն կամ զանգում են ԱԱՑ-ին կամ մեր արտաքին հետախուզության տոնորենին զանգում են, փաստաթուղթ են ուղարկում, մեսենջեր են ուղարկում, ասում են մեր գործակալներ կամ մենք ինֆորմացիա ունենք, որ ադրբեջանցիներ սենց գործեր են անում, կարող է այս բաները ընդունեն, բայց շատ վտանգավոր բան է։ Դրանից հետո զեկուցում են վարչապետին, արտաքին գործերի նախարարին, արտաքին գործերի նախարար վարչապետի հետ կամ անվտանգության խորհրդի հետ միասին որոշում են կայացնում, տալիս են հրամաններ, հանձնարարություններ, ինչ պիտի արվի, ոնց պիտի աշխատեն, ինչ պիտի ասեն, խոսքնակացը իրան կողմից արտաքին հետախուզության տոնորենը իրան կողմից, սա միավորված պիտի աշխատեն անվտանգության կարտուղարը իրան կողմից ու ամբողջ մեր ներուժը մենք սկսում ենք սենց աշխատել։ Հիմա բոլորից փոխարեն աշխատում է վարչապետը։ Այդ ձեր ասած փոխարենը կարծես թե աշխատում է վարչապետը հենց հանդիպումների ժամանակ է հարցում։ Մենակ վարչապետով նախ եւ առաջ ոչ մի բան չի լինելու երբեք։ Այդ առաջինը կա համակարգ, գոյություն է համակարգ։ Իսկ ինչու դուք Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա կապեցիք հենց արաբական էմիրությունների եւ Հնդկաստանի։ Ուզում եմ ասեմ, նայեք, իրանց գլխավոր նպատակը ոչ թե Հայաստանի հետ հաղորդության պայմանագիր ստորագրեն, այլ դրանք ստիպում են, որ կատարեն ինչ որ նշացա ամսի նոյեմբերի ամսին 2020-ին այս 9-րդ կետը, որտեղ Հայաստանը զորքը ոչ մեր սահմանապահ զորքեր չեն կաղնում, միայն Ռուսաստանն է մտնում, Ռուսաստանի ՖՍԲ-ի սահմանապահ զորքեր են մտնում։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, որ չէ, մենք այդ չենք նկատի ունեցել, որ ստորագրել ենք, այդ չի նշանակում, որ միջանքն է ստացվում։ Դրանք ասում են, չէ, այստեղ ստույգ նշացա, որ ՖՍԲ-ն պիտի մտնի Սյունիքը ու լրիվ կոնտրոլի տակ են պահում այդ ամեն ինչ։ Հիմա ինքը համաձայն չի, չէ, դրանք ասում են, չէ, Ռուսաստանի հետ համատեղ աշխատում են։ Գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը գնացել է Անկարա, մինչև այդ Էրդողան-Պուտինի թեմայով չի խոսացել, նախորդ դրանք են խոսացել, հետո կանչել են իրան։ Իրան ոչ թե հրավիրել են, կանչել են, այդ առաջին, այդ միայն պիտի հասկանանք։ Երկրորդը, եթե ես ասում եմ, այդ արաբական երկրներ սենց որոշում են կայացնում մեր դեմ, այդ նշանակում է ոչ հատուկ ծառայություններ են աշխատում, կամ աշխատում իրանց չեն լսում, այդ նշանակում է, որ անվտանգության կարտուղարի ապարատը չի աշխատում, այդ նշանակում արտաքին գործերի նախարարությունը չի աշխատում, այդ լրիվ պրովալ է կոչվում, լրիվ, նայեք, Էմիրատներ մեր հետ շատ լավ բարեկամություն հարաբերություն ունեն, Եգիպտոսի մեր հետ մոտիկ են, այսինքն եթե դաժե հիմա չէ, բայց պոտենցիալ մենք այդ շանսերը ունենք, ու լիքը-լիքը այդ պետություններ, բացի դրանից մենք ունենք սփյուռք, եւ միասին նախագծերում, եւ Եվրոպայում, եթե այս կողմից չի ստացվում, ասում եմ, եթե
դուրը չեն բացում, պատողանով ես մտնում, չէ։ Ուրեմն այդ պատողանից կարանք մտնենք, այսինքն այն կողմից կարանք մտնենք Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, մեր սպյուրքը մտնում է Տրամպի մոտ, ասում է, sense բաներ է կատարվում, մի հատ զանգի դույլ խոսա։ Այսինքն լիքը գործիքներ ունենք, լիքը, բայց քանի որ դրանք չեն հասկանում, դրանք կլասիկ ձևով են աշխատում, հասկանում եք, sense որ ոնց ընդունված է արտաքին գործերի նախարար, դեսպան, իրան տեղակալներով, всё, էսա, Նիկոլ Վարչապետ, Ալեն Սիմոնյան, Ռուբեն, էս չի ստացվելու։ Նախ եւ առաջ ում հետ են գնում բանակցում։ Գելերի հետ։ Թուրքիայում դիվանագետներ գելեն։ Շատ բարձր մակարդակ ունեն։ Ռուբեն Ռուբինյանի, Ալեն Սիմոնյանի կամ չգիտեմ, Արարատ Միրզա մակարդակը երկում որ գնան Ֆիդանի հետ գոնե 5 րոպե հավասար խոսան, իհարկե ոչ։ Մեկը ես ասում, վստահաբար եմ ասում, նայեք 21 թվում ես ասացի բոլորին, ամբողջ ապոզիցիաներն ասել են, որ նայեք 21 թվում դուք չեք անցնելու, վարչապետը մնալու է, Նիկոլ։ Հիմա ես վստահաբար ասում եմ, 26 թվում դրանք չեն մնալու։ Շանսեր չունեն, ոչ նախկիններ են մնալու, ոչ դրանք են մնալու։ Ամիջ փոխվելու, այն ժամանակ մենք կտենանք Հայաստանը ոնց պիտի աշխատի, ինչ որ տեղ ունեցել Անկարայում եւ Ստամբուլում, վերջին Ստամբուլում։ Հիմա որ հայությունը իրան հարց է տալիս, բա Հայաստան, բա Սփյուռք, չէ՞։ Շատ լավ հարց է եղել։ Դե հա։ Ասացի ես ինչ գործ ունեմ։ Դուք խոսքերնակոտար երկրների քաղաքացի եք։ Հայ ես չեմ կարող պատասխանատու լինեմ։ Որ ամբողջ հայության վարչապետը չի կարող լինել։ Չի, հա։ Այդ ինչ է նշանակում։ Ինչ է նշանակում։ Երկու բան։ Իրավաբան տեսակետից ես չեմ ուզում այդ հարցը քննարկենք։ Ինչու՞, որովհետև այն հարց չի, հայության հարցեն լրիվ ուրիշ բան է, այդ փիլիսոփայությունն է դա։ Այդ մեր սկզբունքները, սենց է ստացվել։ Նայեք, ես օրինակներ բերեմ։ Վերցնենք Իսրայելը։ Ռուսաստան։ Ասում է Զերենվայ ախպեր, ռուսական դպրոցներ ես փակում, չես թողում ռուսերեն խոսան, ճնշում ես ռուսներին, ռուսախոսներին էր, դաժե ոչ թե միայն ռուսներին։ Պարզա որ իրաց պատճառը եղել է, բայց մտավ պատերազմով չէ, ասում եմ ոչնչացնելու եմ։ Ամբողջ Պրիբալտիկայում որ ճնշումներ կան, իրոք ռուսների նկատմամբ, բայց ռուսներին դեղը իրաց էլ չեն լավ պահում։ Բայց բոլոր դեպքերում, ասում եմ գարնը մտնելու եմ, չնայած որ դրանք Ռուսաստանի քաղաքացի չեն։ Իսրայելը, խոսք ունենք սենց ասեմ։ Դե դուք խոսում եք քաշ ունեցող պետությունների մի վարքյան, մենք 3 միլիոն, Իսրայելի 6 միլիոն։ Բայց նեղցեք, մի վարքյան ինչ է նշանակում քաշ ունեցող պետություններ։ Եթե մենք 26 տարի թավանում ենք զբաղվում մինչև այսօր այդ բան process-ը գնում է, ինչ եք ուզում այդ պետություն։ Էդի ոչ թե պետությունն է թույլ, այն մարդիկ իրենց տեղում վերընկացեն ու բան չեն անում։ Իսրայելը հանգարց մի երկրում, խոսք ունենալ վերցնենք սենց, Իսրայելի քաղաքացի չի։ Կարան որոշ ինֆորմացիա ստանան, որ ճնշում են, ծեծում են, սպանում են։ Դե երկու տարբերակ կա, ընդամենը երրորդ չկա։ Կամ Իսրայելի զանգում է զգուշացնում է, ուզում է Միացյալ Նահանգները լինի, ուզում է Ֆրանսիան լինի, ուզում է Բրիտանիան, ով ուզում է լինի։ Զանգում են ասում են։ Այդ ձեր նացիոնալիստներ, բաներ, ֆաշիստներ կամ չգիտեմ, արաբներ, բան, հրեաներին բան են անում, ճնշում են, սպանում են, ծեծում են, զգուշացնում են 24 ժամ ժամանակ եմ տալիս։ Կարգին բերեք։ Չեն անում, իրանց հատուկ ծառայությունը, Մասադը 20-30 հոգի կիլլերա ուղարկում այս լիդերներին ով ջուրների դեմ աշխատում է, ոչ շացնում են, գալիս վերադառնում են այդ ուզախ ամեն ինչ հասկանում են։ Այդ ինչ է նշանակում։ Ունեք Իսրայելը դարավ Սփյուռքի բանով։ Նիկոլ Փաշինյան անում է այն, ինչ որ ուզում է Էրդողանը։ Իրանց երազանքը ու Ադրբեջան Կանչել է դրա համար։ Չէ, միայն ոչ, չէ, առաջի երթում Սփյուռքն, բանը Սփյուռքը երկրորդականն է, երրորդականն է, առաջի տուրանն է։ Թուրքիան միշտ ասում է, չէ, թե Սփյուռքը մեզ խանգարում է։ Էրդողանը շատ է նշել, այո, բազմիցս։ Ալիևն է նշում, Էրդողանն էլ նշում, չէ։ Միշտ դրանք այդ բաները
30 տարի դրանք ասում է սպյուրք խանգարում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այս խոսքերով առանձնացնում է սպյուրքը եւ Հայաստանը։ Սպյուրքը միշտ միավորում է Հայաստանի շուրջ։ Սպյուրք մեր համար համ գազն է, համ նավթն է։ Համ մեր ինտելեկտի զապասն է, ասենց վերցնենք, համ էլ ոսկի է։ Պարսկաստանում մի հատ նախարար ինձ ասում է, էդի ոսկի ֆոնդն է մեր հայությունը Պարսկաստանում։ Այսինքն որ դու ասում ես, ես ինչ կարամ անեմ, խոսքի օրինակ, եթե խոսքի օրինակ Ռուսաստանում Ուկրաինայում պատերազմ է գնում, ես ինչ կարամ անեմ, ես ասեմ ինչ բիրանես, կամ Իսրայել, Պարսկաստան։ Հիմա ես առաջարկություններ եմ ուղարկել միասնալ նախագներ, շատ հասել է շատ վերև, հիմա սպասում ենք պատասխան, ասել են շատ հետաքրքիր է, հիմա մեկ արձագանք սպասում ենք արձագանքին, մեկ առաջարկել ենք մեր միջոցներ ու մեր հնարավորություններ Պարսկաստանում, որ մենք կարանք որոշ թեմաներով խոսանք։ Ուրեմն Ուկրաինա, Ռուսաստան 500,000 ավել ապրում են Ուկրաինայում հայությունը 3 միլիոն Ռուսաստանում պատերազմը չէ սկսել այն կողմից էլ հայեր զենքով իրար դեմ դուրս են եկել մարդ քանի որ ոչ մի բան քաղաքականությունից բան չի հասկանում вообще պետություն ինչ աշխարհը ինչ է այդ համար ես բաներ ասում ուրիշ կոպիտ բառեր չեմ օգտագործում ուրեմն դու մասնակցում ես բոլոր մեջազգային ուժերի հետ միասին համատեղ մտածում ես ոնց այդ պատերազմը կաղնացեն գոնե մտնում ես այդ process-ի մեջ առաջարկում ես մտնի process-ի մեջ կարող է հետևանքներ չէ process-ի մեջ ես չեմ ասում զենքով դիվանագիտական այո խոսքինակ Մակրոնի հետ հանդիպում ես ասում ես մենք սենց ենք միգուցե ես իմ բանով Ռուսաստանի հետ խոսամ ես դեռ հայություն ունեմ ես իմ ներկայացուցիչները ուղարկեմ դեռ փորձենք Հայաստանում դաշտ ստեղծենք, բերենք ստեղ։ Բայց այդ ոնց ես 19 թվականին գնացել եմ Ուկրաինա, Կիևում, հանդիպել եմ Իրան նախագահ շտակազմի աշխատողների հետ։ Պրիստայկոյի հետ հետո դարավ արտաքին գործերի նախարար միջև այդ եղել բան Իրան աշխատակազմի ղեկավարը տեղակալն է եղել առաջին Լիքը հարցեր են քննարկել, երբ որ Հայաստան ու Ռուսաստան ավելի մոտիկ հարաբերություն ստեղծեն ու պատրաստեն դաշտ են ստեղծում, որ Նիկոլ Փաշինյանը Զելենսկիի հետ հանդիպի։ Լրիվ Հայաստանի պրոբլեմը այդ հարցը։ Նույնը մենք ուկրաինացիներին առաջարկել ենք մեր միջոցով, այդ 19 հələ 3 տարի կա միջև պատերազմ, ասենք ենք մեր միջոցով քանի որ մենք միշտ կամուրջ ենք եղել բոլոր տարբեր ազգերի համար։ Մենք կօգնենք ձեզ։ Դրանք համաձայնվել են։ Այս գործիքներով դու պիտի աշխատես, նույնը Պարսկաստանում էլ հնարավորություն ունենք։ Մենք կարանք խոսքինակ որոշ բաներ մտածենք, նստենք, մի հատ հասկանանք, ինչ կարելի է անել, ոնց կարելի է բացատրել, դու մտնում ես այդ process-ի մեջ ոչ թե զենքով կամ այն կողմից կամ այս կողմից։ Եթե դու մտնում ես process-ի մեջ, դու պիտի նեյտրալ լինես։ Նայեք, ես 16 տարեկան տղա եմ, աշխատում եմ նախագահ շտակազմում։ Ուկրաինա 93-ում մտել է համարյա դեմ, մտել է մեր դեմ պատերազմի ժամանակ։ Մի անգամ, գլխավոր խորհրդական անվտանգության գծով Լևոն Տեր-Պետրոսյանն եւ Տեր-Պետրոսյանը։ Ես որ առաջարկել եմ ծրագիրը, դրանք ասել են կարաս ոչ օֆիցիալ։ Ասում փորձեմ, միգուցե ստացի 26 տարեկան։ Գալիս մտնում եմ Ուկրաինա, Կիևում մտնում եմ Սև մուտքով նախագահ շտակազմ, դուրն եմ ծեցում, ասում ինձ գլխավոր խորհրդականն է պետք նախագահին։ Հանդիպում եմ մի օրվա մեջ ես չեմ ասում ինչ եմ ասել, ոնց եմ ասել, ինչ եմ պատրաստել նախորոք, ինչ գործիքներ եմ պատրաստել նախորոք, պարլամենտում ինչ ենք սարքել։ Դրանք որ նայում եմ մենք ինչ ենք անում իրանց ներսում, մի օրվա մեջ ինքը ասում է Ես մտնում նախագահի մոտ կամ 15 րոպե նստի օգնականի հետ։ Մտնում է Ուկրաինայի նախագահի մոտ, ասում է գալիս է վերադառնում է 15 րոպեից, ասում է ես հանձնարարություն եմ ստացել, հրաման եմ ստացել, վաղը ձեր հետ թռնում ենք Երևան։ Զանգում ենք հատուկ կապով, կապնվում ենք Աշոտ Մանուչարյանի հետ, վերցնում ենք, բերում ենք Հայաստան,
նախագահան հանդիպումը, Գերագույն խորհրդի նախագահան հանդիպումը, Վազգեն առաջինը հանդիպումը, Աշոտ Մանուկյանը հանդիպումը, մենք վարչապետը հանդիպումը մի անգամ գնացել եմ 2 ժամով մարտու բերում եմ ստեղ ինքը վերադառնում է վարչապետը պետք է ունենա իր գործիքակազմը մարտիկ բիդ աշխատեն մարտիկ ու 93 թվում Ուկրաինան պատերազմից դուրս է եկել ոչ օգնություն նախարարել, ոչ զենք զինամթերք 93 թվում վերջ անգամ է եղել էդի Այդ ես ինչ ուզում եմ ասում, ոչ թե մենք, չէ, ուզում եմ ցույց տամ, որ հնարավորություն կա գործիքների, եթե մարդիկ ունեն մակարդակ Եթե մարդիկ մակարդակ չունեն, դրանք պիտի գնան վիշապի մասին հեքիաթներ պատմեն, գլուխ հետ բայց ստեղ ուրիշ բանի կա, որ գլուխ է կտրում թուրով Այդ նշանակում է, որ հասկանում է, վերջում վիշապը չի թողել, որ ջուր խմի Այդ երկրորդը Հիմա ինքը այդ մարդը հասկանում է, որ տուրան վտանգվում է, ինչ կա վտանգավոր, ուզում են մեր բանով գնան, թող գնան Չկա sense բան, նախ եւ առաջ ես վստահաբար ասում եմ, որովհետեւ ես Հնդկաստանից շփվում եմ, Պարսկաստանից շփվում եմ։ Դրանք դեմ են, որ ճանապարհը ընդհանրապես բացի։ Ու ուրիշների շահերել կա, ստե բացի Թուրքիային եւ ադրբեջանցիներին։ Եթե դուք մտավախություն ունենք, որ խոսքը օրինակ Թուրքիան շատ զոր է, մենք կարանք չդիմանանք, լսեք, ուրեմն ճիշտ աշխատեք Պարսկաստանի հետ, ճիշտ աշխատեք Հնդկաստանի հետ ուրիշների ճիշտ աշխատեք ամեն անգամ ստեղ խոսք եք տալիս գնում եք նորից վազում եք Ռուսաստան հետո ասում եք իբրև հակառուսական եք իրանցից պրոռուսական իշխանությունը հələ Հայաստանում չի եղել այդ հեքիաթներից թող չպատմեն Օլերչուկը երեք չարաչուր այդ Պիտերբուրգի ֆորումում ինչ ասում է բան 2 միլիարդի մեր այդ ապրանքաշրջանը այո Մենք կորցրել ենք արդեն Հայաստանում, իջավ ներքև, 23 թվում եղել է 12, հետո դարավ 24 թվում 14 միլիարդ Բայց մենք ունենք շատ փակ ինֆորմացիա, որ գաղտնիք ձևով պահում են, ոչ թե 12 կամ 14, 20 միլիարդ դոլարի մենք ունենք, բայց 95% էդի ոսկերներ, չգիտեմ, բրիլյանտներ, սենց տանկանոց մետալներ են գալիս մտնում Հայաստան, բայց նայեք, մենք պոշլինա չունենք Հայաստանում, եթե պոշլինա չունենք, պոշլինան զերո, ում գրպաններ են նստում այդ տարբերությունը, Ռուսաստանով գալիս, մտնում է, գնում է արաբական երկրներ, դեմա Սինգապուր արդեն չի մտնում, Գանկոնգ ամենացել, Էմիրատներ են մնալ Հետաքրքիր է, եթե պոշլինա չկա, դուք պատկերացնում եք այդ բիրժային ապրանքն է, մի ունցան արժի իմա $3400, բիրժայում, այսինքն ինչ է նշանակում, ես որ ոսկ եմ տանում, խոսք ունակ Հայաստանից, տամոժնի մտնելու ժամանակ, այդ աշխատողը տամոժնի է, բացում է, մի հատ կոնտրակտը բերստեղ, կոնտրակտը նայում է խոսք ունակ, բա ինչու չէր մոտ գրած է ոչ թե 3400, կարաս 5% բան անես, մի քիչ իջնես ներքև, էդի միջև 5% թույլատրվում է աշխարհում։ Բա ինչու 2000-ով ես ծախում։ Այնա բիրժայում 3400։ Ես քեզանից փոշինեն վերցնում եմ 10% կամ 15%։ Պետություն պիտի փոշինն մտցնի այդ բանը ապրանքը։ Հիմա նայեք, եթե դու 10 միլիարդով դուք Հայաստանի միջոցով այս ոսկին տանում եք, թեկուզ 10% փոշին եք մտցնում, այդ արդեն 1 միլիարդ մտնում է բյուջետ։ Մարդիկան ասում են, ինչ ա եղել 60 միլիոն փող եմ տվել, այդ ծեր ծավը տանեմ, 12 միլիարդի ապրանք եք տանում, 60 միլիոն բյուջետի փող ա մտնում, կարող եմ ես տեղեք դրել մեզ։ Ես դրանով ասում, հետագայում, այդ սաղ պաստատեղտերը ինչ կանա մտել, ոնց է դուրս եկել, ինչու միջև այսօր ոսկի համար փոշինա չկա, բան չկա, այդ սաղ բարձրացել ենք, հատուկ ազնաժողով ենք ստեղծել օպերատիվ, լրիվ օպերատիվ խումբ ենք ստեղծել, դա համար ես ասում եմ, Նիկոլ Փաշինյանը, որ ասում է Սփյուռքը մեզ պետք չի, դրանք չեն հասկանում ինչ են ասում, առանձնացնում են Սփյուռքը Հայաստանը, ես Սփյուռքին վստահեցնում եմ, մի լսեք, մենք ձեր կողքը կաղնած ենք եղել ու կաղնելու ենք, մոռացեք ինչ որ ասում է Նիկոլ Փաշինյանն ինքը չհասկանում, մեզ դասա տալիս, մենք պիտի հասկանանք աշխարհը ինչ է,
Ես որ սա աշխարհը գնաց եկել եմ այդ process-ների գիտեմ ոնց է, ինչ է գալիս ինձ ասում ես դու պիտի հասկանաս աշխարհը ինչ է։